Ողջույն Տիգրան, թեև քարոզարշավը դեռ պաշտոնապես չի սկսվել, բայց արդեն նախընտրական process-ներ կան, տարբեր հայտարարություններ, միջոցառումներ, քաղաքական տարբեր ուժեր շրջում են Հայաստանի համայնքներով եւ շատ է հնչում, որ դու էլ քո հոդվածներից մեկում նշել ես, որ ամենաաշխարհ քաղաքական ընտրություններն են սպասվում, նախ փորձենք հասկանալ ինչ է դա նշանակում, որովհետեւ նախկինում էլ հիմնականում ինչ որ նման միտումներ կային, տարբեր ուժեր, տարբեր արտաքին քաղաքական պատկերացումներ ունեն եւ դեպի դա էին գնում։ Սա ինչով է այլ։ Այո, երբ խոսում ենք աշխարհաքաղաքականացված ընտրությունների մասին, մենք նկատի ունենք երկու հարթություն՝ ներքին եւ արտաքին հարթությունները։ Ներքին հարթությունում մենք առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ տեսնում ենք, որ հիմնական դերակատարները, խոսքը ոչ թե ավելի փոքր կուսակցությունների մասին է, այլ այն դերակատարները, որոնք իրական շանս ունեն խորհրդարան անցնելու, ունեն հստակ աշխարհաքաղաքական նախապատվություններ։ Եթե խոսքը գնում է իշխող ուժի մասին, տեսնում ենք, որ վերջին տարիներին նրանք վարում են այս դիվերսիֆիկացիայի քաղաքականությունը, որի հիմնական նպատակը Ռուսաստանից միակողմանի կախվածության նվազեցումն է, բավականին ակտիվ գործընթացներ կան Եվրամիության հետ, Միացյալ Նահանգների հետ, ռազմատեխնիկական ոլորտում տեսնում ենք նույնիսկ որ հարաբերություններ են հաստատվում եւ եթե նույնիսկ խոսքը չի գնում արտաքին քաղաքական վեկտորը ամբողջությամբ փոփոխելու մասին, ինչի իմ կարծիքով անիրատեսական է մոտ ապագայում, ապա առնվազն կա ավելի մեծ շեշտադրում նաեւ արևմուտքի հետ հարաբերությունները խորացնելու հետ, կա բավականին ակտիվ քննադատություն Ռուսաստանի վարած քաղաքականության եւ առնվազն այդ հրապարակային դաշտում մենք փոխհրաձգությունը Մոսկվայի Երևանի միջև անընդհատ տեսնում ենք։ Հիմնական ընդդիմադիր դերակատարները, եթե հենվենք օրինակ միջազգային հանրապետական ինստիտուտի վերջին հարցմանը եւ դատենք այդ հարցման միջոցով դատենք թե ովքեր ունեն իրական շանսեր անցնելու խորհրդարան, հիմնական դերակատարները փորձում են հանդես գալ հենց պրոռուսական դիրքորոշումներով, նշում են, որ պետք է վերականգնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, պնդում են, որ այն խնդիրները, որոնք մենք ունեցել ենք վերջին տարիներին, պայմանավորված է առաջին հերթին Հայաստանի կառավարության վարված քաղաքականությամբ, այդ թվում նաև Ռուսաստանի նկատմամբ, եւ եթե դիտարկում ենք այդ ուժերի քաղաքականությունը, նրանք հիմնականում հենց շեշտը դրա վրա են դնում, որ պետք է ուժեղ դաշնակից, պետք են երաշխավորներ, օրինակ խաղաղության գործընթացում Ռուսաստանին դիտարկում են որպես այդ երաշխավորներից մեկը, սա ներքին հարթությունը։ Արտաքին հարթության մեջ մենք եւս տեսնում ենք առաջին անգամ, որ Հարավային Կովկասում ներկայություն ունեցող ներկա գտնվող բոլոր հիմնական դերակատարները շատ հստակ ընդգծված նախապատվություններ ունենք։ Կարող ենք սկսել Ռուսաստանից, այստեղ ամեն ինչ ակնհայտ է, մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը տարբեր հիբրիդային գործիքակազմերի կիրառման միջոցով առաջին հերթին թիրախավորում է Հայաստանի իշխանություններին, բայց հայտարարություններ է անում վերջին հանդիպումը օրինակ Պուտինի հետ Փաշինյանի այդ առումով շատ հատկանշական էր, այսինքն այստեղ բոլոր արդեն փակագծերը բացվեցին, երբ մի կողմից կա սպառնալիք կիրառել տնտեսական գործիքակազմ, սա չեմ կարծում թե կապված է ընտրական գործընթացի հետ, ինչպես քննարկել էինք նախորդ թողարկումներից մեկում, խոսքը հիմնականում երկաթգծի մասին է, բայց մյուս կողմից էլ Ռուսաստանի նախագահը խոսեց պրոռուսական ուժերի մասին, որ նրանք պետք է հնարավորություն ունենան մասնակցել ընտրություններին, ինչ որ չափով նաև ոչ թե ինչ որ չափով մեծ հաշվով հասկացնել տվեց թե ում մասին է խոսքը գնում, երբ խոսեց այն մասին, որ ռուսական անձնագիր, ռուսական քաղաքացիություն ունեցող գործիչները ազատազրկված են եւ պետք է հնարավորություն ունենան մասնակցել ընտրություններին, այսինքն այստեղ Ռուսաստանը հստակ մեծ հաշվով խոսեց իր նախապատվությունների մասին, այլ հարց է ինչքանով խելամիտ քայլ էր դա իրենց տեսանկյունից, արդյոք նրանք հասկանում են, որ հիմա պրոռուսական լինելը այդքան էլ շահավետ գործոն չէ Հայաստանի արկա հանրային կարծիքի պայմաններում, բայց ընդհանուր առմամբ այստեղ նախապատվությունները պարզ են։ Գրեթե նույն վիճակը կա Եվրամիության եւ Միացյալ Նահանգների պարագայում, այսինքն պարզ է, որ Բրյուսելը շատ ուղիղ տեքստով չի հայտարարելու, որ ցանկանում է որպեսզի վարչապետ Փաշինյանը վերընտրվի, բայց եթե մենք նայենք տարբեր գործողությունների, կայանալիք տարբեր իրադարձությունների, ինչպես նաեւ Բրյուսելի պահվածքին վերջին 1 տարվա ընթացքում Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին մենք կտեսնենք, որ այդ լռելի այն աջակցությունը, որը
ինչ որ դեպքերում նույնիսկ ակտիվ դրսևորումներ է ունենում, կա։ Այսինքն այն հանգամանք օրինակ, որ ընտրություններից 1 ամիս առաջ Հայաստանում կազմակերպվելու է Եվրոպական քաղաքական համայնքի առաջին գագաթնաժողովը, որին հաջորդելու է պատմության մեջ առաջին Եվրամիություն Հայաստան գագաթնաժողովը, այն որ օրինակ Եվրամիությունը մեծ հաշվով աչք է փակում մի շարք իրավախախտումների, հակասահմանադրական գործողությունների վրա, սա նշանակում է, որ նրանք հստակ դիրքորոշում ունեն այս հարցում, կարող ենք հետագայում քննարկել նաև այդ դիրքորոշման պատճառները։ Նույն իրավիճակը կա նաև Միացյալ Նահանգների պարագայում, այստեղ այդ աջակցությունը ավելի բաց տեսքով հնչեցվեց ԱՄՆ փոխնախագահի կողմից նրա այցի ընթացքում, երբ նա հայտարարեց, որ ցանկանում է, որպեսզի վարչապետ Փաշինյանը վերընտրվի, իդեպ տեսանք, որ նույնը նա արեց նաև Հունգարիայի դեպքում, որը սակայն դրական արդյունք չտվեց Օրբանի եւ նաև Միացյալ Նահանգների համար։ Մի խոսքով Միացյալ Նահանգների պարագայում եւս այդ աջակցությունը ակնհայտ է։ Դու խոսեցիր ընդհանուր պատկերի մասին, իսկ այդ արտաքին ուժերը Ռուսաստան, Միացյալ Նահանգներ, Եվրոպական միություն, ինչու այդպես ստացվել, որ իրենց նախապատվությունը ակնհայտ ցույց են տալիս, որն է դրա պատճառը։ Դե տես Ռուսաստանի դեպքում արդեն նշեցինք հիմնական պատճառները, այսինքն նրանք բնականաբար դժգոհ են այն քաղաքականությամբ, որը վարվում է Հայաստանի կողմից, առնվազն ռազմական եւ ռազմաքաղաքական ոլորտում, պարզ է, որ Ռուսաստանի եւ Հայաստանի հարաբերությունները պայմանավորված նաև վերջին շրջանի աշխարհաքաղաքական ու անվտանգային զարգացումները բավականին ցածր մակարդակի են հիմա գտնվում, եթե հաշվի չառնենք տնտեսական ու առևտրային գործոնները, Ռուսաստանի տեսանկյունից նաև կարծում եմ խնդրահարույց է այն, որ ինչպես արդեն նշեցի, նրանք կորցրել են Հայաստանում հանրային կարծիքը, այսինքն այս բոլոր զարգացումների պատճառով Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքը փոփոխվել է եւ կարծում եմ նրանք այստեղ տեսնում են նաեւ Հայաստանի իշխանությունների պատասխանատվությունը, մտածում են, որ Հայաստանի իշխանությունները նպատակաուղղված քարոզություն են վարում հենց Ռուսաստանի նկատմամբ եւ դա է պատճառը, ինչու կա կարիք քաղաքական դաշտում, խորհրդարանում ունենալ ուժեր, որոնք հենց պրոռուսական են, ներկայացնում են ինչ-որ չափով նաեւ ռուսական տեսակետները, հաշվի են առնում ռուսական տեսակետները։ Եվրամիության պարագայում կարծում եմ մի շարք գործոններ կան։ Առաջին գործոնը այն է, որ բնականաբար, ինչպես Եվրամիությունը, այնպես էլ Միացյալ Նահանգները հետաքրքրված են, որպեսզի Ռուսաստանի ազդեցությունը հարավային Կովկասում նվազի։ Եվ եթե կա կառավարություն, որը վարում է Ռուսաստանից դիստանցավորման քաղաքականություն կամ առնվազն հայտարարում է դրա մասին, նրանք աջակցելու են այդ քաղաքականությանը։ Եթե խոսում ենք ժողովրդավարության մասին, արժանագրում ենք, որ որոշ բացասական մտահոգիչ զարգացումների դեպքում Եվրամիությունը շատ ակտիվ դիրքորոշում չի հայտնում կամ ընդհանրապես դիրքորոշում չի հայտնում, այստեղ կարծում եմ ավելի պրագմատիկ հաշվարկ կա, այսինքն այո, նրանք նկատում են այս բացասական զարգացումները, իշխող ուժի կողմից իրականացվող որոշ հակաժողովրդավարական քայլերը, բայց միևնույն ժամանակ հաշվի են առնում, որ ընդդիմությունը բաղկացած է ուժերից, որոնց դժվար է ժողովրդավարական անվանել, այսինքն նրանց մի մասը ներկայացնում է նախկին իշխանությունները, մյուս մասը Ռուսաստանի հետ է ասոցացվում եւ նաեւ իրենց հրապարակային խոսքում կիրառում են խոսույթներ, որոնք շատ հաճախ հակասում են ժողովրդավարական սկզբունքներին։ Եվ երրորդ գործոնը, որի մասին պետք է խոսել, դա իհարկե Վրաստանում տեղի ունեցող գործընթացներն են։ Գիտես, որ Վրաստանի եւ Եվրամիության հարաբերությունները բավականին բարդ փուլում են գտնվում, վրացական երազանքի կառավարությունը վերջին տարիների իր որոշումներով մեծ հաշվով սառեցրել է Եվրոպական միությունում Վրաստանի ինտեգրման գործընթացը, բավականին լուրջ բռնաճնշումներ կան քաղաքացիական հասարակության նկատմամբ, այդ թվում նաեւ եվրոպական տարբեր դիվանագետների նկատմամբ մենք տեսնում ենք օրինակ որոշ դեսպանտներ տեղափոխվում են Թբիլիսիից Երևան, եւ այս կոնֆիգուրացիայում իհարկե Հայաստանի դերը մեծանում է, որովհետեւ Հայաստանը փաստացիորեն մնում է Հարավային Կովկասի կամ դառնում է Հարավային Կովկասի միակ պետությունը, որը ցանկանում է ավելի սերտ հարաբերություններ ունենալ Եվրամիության հետ։ Եվ այդ պարագայում բնականաբար այստեղ Բրյուսելում տեսնում են կարիք աջակցել հենց այն կառավարությանը, որը ցանկանում է օրինակ մերձեցնել հարաբերությունները Եվրամիության հետ։ Միացյալ Նահանգների պարագայում կարծում եմ հիմնական գործոնը թրիփն է, Թրամփի վարչակազմը ակտիվորեն ներգրավվեց այդ գործընթացի մեջ եւ մեծ հաշվով դա իրենց արտաքին քաղաքականության այն քիչ հաջողության պատմություններից մեկն է։
Եվ կարծում եմ այս մասին էլի խոսել էինք, այստեղ ստեղծվել է մի իրավիճակ, երբ նոր վարչակազմը այս նախագծի ապագան կապում է միմիայն իշխող ուժի հաղթանակի հետ եւ նույնիսկ ոչ թե իշխող ուժի, այլ Նիկոլ Փաշինյանի անձի հետ է կապում։ Եվ սա է հիմնական պատճառը, ինչու մենք տեսնում ենք այսպիսի բացահայտ աջակցություն, այդ թվում նաև փոխնախագահ Վենսի կողմից։ Դու մի քանի գործոններ նշեցիր, որոնք մենք ունենք տարբեր իրադարձությունների արդյունքում, այսինքն իրերը այդպես են դասավորվել, նույն թրիփը, այլ համաձայնագրեր եւ հնարավորություններ, եւ այն ընդդիմադիր ուժերը, որոնք Ռուսաստանի հետ մերձեցումն են ավելի շատ պատկերացնում, որքանով է իրատեսական նրանց այս արտաքին քաղաքական այդ պլանը։ Այո, կարծում եմ իրատեսական չեն այդ հայտարարությունները խաղաղության գործընթացի վերաբերյալ, մենք մի քանի թողարկում առաջ կարծում եմ քննարկել ենք Փաշինյանի այն սպառնալիքները, որ եթե ես չընտրվեմ պատերազմ է լինելու, կարծում եմ դա մի ծայրահեղություն է, բայց մյուս կողմից էլ ընդդիմության հիմնական դերակատարների կողմից հնչեցվող տեսակետները եւ մասնավորապես Ռուսաստանի հետ կապված տեսակետները այդքան էլ չեն համապատասխանում իրականությանը, այնպիսի տպավորություն է նույնիսկ մեկ-մեկ ստեղծում, որ օրինակ նույն երկրորդ նախագահի պարագայում նա դեռևս շարունակում է մտածել ինչ որ կատեգորիաներով, որոնք գոյություն են ունեցել իր նախագահության շրջանում, երբ հայ-ռուսական հարաբերությունների բնույթը ամբողջովին այլ էր, երբ Ռուսաստանի քաղաքականությունը մեծ հաշվով տարբերվում էր ներկա փուլից, երբ Ռուսաստան արևմուտք այս առճակատումը դեռևս գոյություն չուներ, եւ դեռևս գոյություններ Լեռնային Ղարաբաղ, ռուսները ինչ որ կարևոր դերակատարություն ունեին միջնորդական առնվազն։ Հիմա վերջին տարիների այս բոլոր աղետներից հետո 2020 թվականի պատերազմից հետո 23 թվականի էթնիկ զտումից հետո 22 սեպտեմբերի էսկալացիայից հետո որը մեծ հաշվով դարձավ այն առանցքային պահը, երբ որոշում կայացվեց չասեմ խզել հարաբերությունները, բայց առնվազն ռազմատեխնիկական անվտանգային ոլորտում դիստանցավորվել Ռուսաստանից, քանի որ այդ գիտակցումը եկավ, որ մեծ հաշվով ռուսական գործոնը այլևս չի աշխատում։ Եվ այդ փուլում խոսել այն մասին, որ մեզ պետք են ինչ-որ ուժեղ դաշնակիցներ, երաշխավորներ, երբ այդ դաշնակիցները ամենաառանցքային պահերին իրենց գործառույթները չեն կատարել, այդքան էլ չի համապատասխանում իրականությանը, սա ավելի շատ կարծես թե իշխող ուժի քաղաքականությանը հակադարձելու համար է եւ ընդհանուր առմամբ կապված է նաեւ աշխարհահայացի հետ, որը կարծում եմ մնացել է 2000-ականների կեսերին։ Այլ ուժերի պարագայում դե բնականաբար այստեղ կան տարբեր ընկալումներ նրանց աշխարհաքաղաքական կապերի մասին տարբեր կենտրոնների հետ, այն օրինակ ուժեղ Հայաստանի կողմից առաջ քաշվող այն թեզը, որ խաղաղության գործընթացը, խաղաղության պայմանագիրը պետք է երաշխավոր 3 երաշխավոր ունենա ու այդ 3 երաշխավորները պետք է լինեն Միացյալ Նահանգները, Ռուսաստանը եւ Չինաստանը, դժվար է պատկերացնել, այսինքն այս աշխարհաքաղաքական եւ գլոբալ մակարդակում տեղի ունեցող զարգացումների ֆորին, նույնիսկ հաշվի առնելով, որ Ռուսաստանը ավելի հակված է աշխատել Թրամփի վարչակազմի հետ եւ Թրամփի վարչակազմը եւս ավելի քիչ բացասական է տրամադրված Ռուսաստանի հանդեպ, քան նախորդ վարչակազմերը, նույնիսկ այս պարագայում դժվար է պատկերացնել, որ Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները ինչ որ իրական ձևաչափում, ոչ թե ձևական, այլ իրական ձևաչափում կարող են փոխգործակցել, կարող են ինչ որ խնդիրներ լուծել։ Այդ առումով, այո, առաջ քաշվող այս թեզերը այդքան էլ իրատեսական չեն։ Տպավորությունն է, որ այս խառնաշփոթը, եթե կարելի է այդպես անվանել, ազդեցություն է ունենում նաև հասարակության կարծիքի վրա եւ նաև թե ում են պատրաստում ընտրել, շատերը օրինակ այդպեսին է տպավորությունը գոնե թե որ արտաքին ինչ որ քաղաքական ուժ ոնց որ ընտրելով ինչ որ քաղաքական կուսակցության կամ գործիչ։ Իրականում սոցհարցումները հակառակի մասին են խոսում, նույն IRA-ի միջազգային հանրապետական ինստիտուտի հարցումը շատ պարադոքսալ պատկեր է ներկայացնում, երբ այո, բոլոր քաղաքական դերակատարները ունեն հստակ աշխարհաքաղաքական նախապատմություններ, բայց հանրությունը ընդհանուր առմամբ բալանսավորված քաղաքականության կողմնակից է, բալանսավորված արտաքին քաղաքականության կողմնակից է։ Օրինակ, նույն Սամվել Կարապետյանի աջակիցներից 25%-ը նշել է, որ կողմ է օրինակ ԵՄ անդամակցությանը։ Նույն պատկերը ունենք նաև այլ ուժերի պարագայում, այսինքն շատ քիչ է այն մարդկանց թիվը, ովքեր ուզում են հստակ ինչ որ պրոռուսական կամ պրոարևմտյան քաղաքականություն, բոլորը կարծում են, որ պետք է բոլոր ուժային կենտրոնների հետ ունենալ նորմալ հարաբերություններ, բալանսավորել այդ հարաբերությունները, եւ սա կարծում եմ ռացիոնալ դիրքորոշում է եւ այդ առումով հանրային կարծիքը կարծես թե ավելի ռացիոնալ է,
քաղաքական դերակատարների կողմից առաջ քաշվող խոսույթները, որոնք բնականաբար եւս ամբողջությամբ արտաքին քաղաքականության հարթության մեջ պետք չէ դիտարկել։ Պարզ է, որ այս խոսույթները այդ թվում նաև ներքաղաքական նպատակներով են օգտագործում, օրինակ այն հանգամանքը, որ Ռուսաստանի վարկանիշը վերջին տարիներին ընկել է, բավականին լուրջ անկում է ունեցել, թույլ է տալիս օրինակ իշխող ուժին օգտագործել այդ պրոարեմության, եվրոպական միության հետ ինտեգրման խոսույթը, ինչ որ չափով հակառուսական նաև խոսույթներ, այլ ուժերի պարագայում չգիտեմ ինչի վրա է հիմնված այդ հաշվարկը, միգուցե հիմնված է հենց այն խմբի վրա, որը շարունակում է պրոռուսական հայացքներ ունենալ։ Իդեպ այստեղ հետաքրքիր է արձանագրել, որ եթե 2023 թվականի դեպքերից հետո Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումից հետո Ռուսաստանի աջակցության ցուցանիշը, հանրային աջակցության ցուցանիշը հասել էր պատմական մինիմումի 33% էր, եթե չեմ սխալվում, վերջին 3 տարվա ընթացքում, 2.5 տարվա ընթացքում այդ թիվը աստիճանաբար աճում է եւ վերջին հենց IRA-ի վերջին հարցումով արդեն 42%-ն է։ Կարծում եմ Ռուսաստանը Հայաստանի գլխավոր գործընկերն է։ Եվ զրույցը ամփոփելով առհասարակ ժողովրդավարության տեսանկյունից, երբ ընտրությունները աշխարհքաղաքական բնույթ են կրում կամ նման ազդեցություններ են գրացում, դա նորմալ է թե ոչ, հաշվի առնելով այն իրադարձությունները, պատերազմը, անվտանգային հարցերը Հայաստանի տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները։ Սա իրականում այս քննարկման ամենաառանցքային հարցն է։ Այսինքն ինչ որ չափով նորմալ է, երբ կան ուժեր, որոնք Հայաստանի ապագան պատկերացնում են արտաքին քաղաքական ինչ-որ բևեռների հետ համագործակցությամբ, բայց նորմալ չէ, երբ ընտրությունները աշխարհաքաղաքականացվում են, անվտանգայնացվում են, երբ ներքին գործընթացը, որ ներկայացում է որպես անվտանգության ոլորտի զարգացում, գործընթաց, սա բազմաթիվ խնդիրներ է ստեղծում ժողովրդավարության համար։ Փաշինյանի պարագայում օրինակ իշխող ուժը փորձում է ներկայանալ որպես այս բոլոր վերջին շրջանի գործընթացների մարմնավորում։ Իշխող ուժը ներկայանում է որպես նույնացնում է իրեն Հայաստանի խաղաղության հետ, Հայաստանի ինքնիշխանության հետ, ժողովրդավարության հետ, միևնույն ժամանակ ներկայացնում է բոլոր ընդդիմադիր ուժերին որպես այս բոլոր արժեքները, այս բոլոր ձեռքբերումները վտանգող դերակատարներ։ Նույնը իրականում տեղի է ունենում նաև արվում է նաև հակառակ ճամփայից, օրինակ այն պնդումը նույն ուժեղ Հայաստան, եթե Փաշինյանը մեզ սպառնում է պատերազմով, եթե նրանք չընտրվեն, տեսանք, որ փոխարենը ընդդիմադիր դաշտը կոչ է անի որպես չի օգտագործել նմանատիպ խոսուններ, նույն ուժեղ Հայաստանն էլ պնդում է, եթե մենք չհաղթենք կամ եթե Փաշինյանը հաղթի, լինելու է տնտեսական պատերազմ Ռուսաստանի հետ։ Սա ներքին հարցություն է, բայց կարծում եմ վտանգներ կան նաև ընտրությունների աշխարհաքաղաքականացման հետ արտաքին դերակատարների կողմից։ Տես մենք քննարկեցինք, որ բոլոր դերակատարները դիտարկում են աշխարհաքաղաքական ակնոցներով, օրինակ նույն Եվրամիության պարագայում, երբ ամբողջությամբ աշխարհաքաղաքականության ակնոցներով են դիտարկում ընտրությունները, ժողովրդավարության հետ կապված հարցերը, մարդու իրավունքների հետ կապված հարցերը երկրորդ պլան են մղում։ Այն, որ Եվրամիությունը հանուն այս կարճաժամկետ ինչ որ նպատակի, որ իշխող ուժը պետք է հաղթի։ Իդեպ այստեղ ես պետք է նաև նշեմ, որ այդպիսի կարիք նույնիսկ չկա։ Եթե Մոլդովայում այնտեղ ինչ որ 50-50 իրավիճակ է եւ Եվրամիության աջակցությունը խոսքը ինչ որ վտանգների դեմ աջակցության մասին, չգիտեմ, ապատեգատվության, հիբրիդային եւ այլ քաղաքական աջակցությունը միգուցե դեր է խաղացել, որպես իրենց նախընտրելի տեխնացիոնը հաղթի, տվյալ պարագայում չեմ կարծում, թե վարչապետ Փաշինյանը այդ աջակցության կարիք ունի։ Ես կարծում եմ առանց այդ աջակցության էլ իշխող ուժը ամենայն հավանականությամբ հաղթելու է այս ընտրություններում, բայց Եվրամիությունը օրինակ ընդունելով այդպիսի կարճաժամկետ նպատակը սպասարկող քաղաքականություն, երբ շատ հաճախ օրենքի գերակայության, սահմանադրության, ժողովրդավարական նորմերի ակնհայտ ոտնահարումներ անտեսվում են, երկարաժամկետ կտրվածքով լուրջ հարված է հասցնում սեփական վարկանիշին եւ ընդհանուր առմամբ սեփական դիրքերին Հայաստանում, որովհետեւ Հայաստանում կան բազմաթիվ մարդիկ, ում համար եվրոպական արժեքները հիմնարար արժեքներ են եւ մշտապես հավատացել են, որ պետք է շարժվել այդ ուղղությամբ։ Հիմա երբ տեսնում են արդեն այս աշխարհաքաղաքականացված մոտեցումը, իդեպ սա նոր զարգացում չէ։ Ուրսուլա ֆոն դեր Լայենը առաջի անգամ երբ ընտրվեց Եվրահանձնաժողովի նախագահ, նա այդ հայտարարությամբ եկավ մեծ հաշվով իշխանության Բրյուսելում, որ այդ հանձնաժողովը լինելու է աշխարհաքաղաքական հանձնաժողով, այսինքն ինչ որ չափով սա
ռացիոնալ եւ տրամաբանական գործընթաց է, որտեղ Եվրամիությունը չի ապրում ինչ որ վարդագույն աշխարհում, իր շուրջ բոլոր աշխարհակաղակականությունը եւ ռուս-ուկրաինական պատերազմը դրա լավագույն ապացույցներ, բայց այստեղ կա խնդիր ճիշտ բալանս գտնելու սեփական աշխարհակաղակական շահերը սպասարկելու միջև եւ միևնույն ժամանակ սեփական սկզբունքներից ու արժեքներից չհրաժարվելու միջև։ Շնորհակալ եմ Տիգրան։ Ես եմ շնորհակալ։